Ինչ է արդարադատությունը, արդարությունը, դատավորի խիղճը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է հասարակությանն ու իրեն հուզող մի շարք հարցերի։ Վարչապետի խոսքով արդարադատության ոլորտում նաև հիմնական հասկացողությունների ճշգրտման կարիք կա։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ։ Դա ի՞նչ է։ Իսկապես կարող է շատ աբսուրդ հնչի, ինչի մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ի՞նչ է։ Հնարավոր է դա ինչ որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել, անիմացիայի ենթարկել եւ այդպես շարունակ կամ ֆունդամենտալ ուրիշ հարցեր ով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն արդարադատության ընդհանրապես պատասխանատուն ով է երկրորդը ինչպես է նա կրում այդ պատը եթե նույնիսկ որոշեցինք որ այսինչը կամ այնինչ մարմինն է կամ անձն է կամ չգիտեմ ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը Ժողովրդի եւ իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է փաստացի իրավակարգի լեգիտիմությունը ճանաչի, ասաց վարչապետը։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն Դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության, որովհետեւ դա ի վերջո առաջին հերթին զգացողություն է։ Մեկը ինչ ուզում եք արեք, դա առաջին հերթին զգացողություն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության հաստատման համար իրավակարգի լեգիտիմության անհրաժեշտություն է տեսնում։ Ես համոզված եմ, որ Հայաստանում մեծամասնությունը, ընդ որում սովորաբար տենց է իշխանությունն ասում է, չէ, մեր երկիրը ամենաարդար երկիրն է, հանրությունն ասում է, չէ, տենց չի։ Այս դեպքներն է, որ ես օրինակ չունեմ արդարադատության եւ արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դա հասնել։ Եվ ես իմ գոնե այս փուլի եզրակացությունը, որը քննարկման արդյունքում կարող է եւ փոխվի, այնա որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանը մասնակցում են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ այլ պաշտոնյաներ։ Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որևէ ձևով ըստ ձեզ ամենայն դպսած ձևակերպման չեն մտնում դատավորների կաշվի մեջ, ինչպես դուք ձևակերպեցիք։ Ես կարծում եմ դա այդպես չի, որովհետև Բարձրագույն դատական խորհրդում քննարկվող ցանկացած հարց մանրամասն քննարկվում է եւ բոլոր անդամները, ընդ որում մեր իրավաբան գիտնական անդամները, ոչ դատավոր անդամները բարձր պրոֆեսիոնալիզմով իրավաբաններ են, մասնագետներ են եւ վերջնարդյունքում մենք մեր որոշումները կայացնում ենք արդար, անաչառ եւ օբյեկտիվ գնահատականների հիման վրա ու մեր ներքին համոզմունքով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վիճակագրական տվյալների վերլուծություն է ներկայացնում։ Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազությունների աշխատանքի 25 թվականի առաջին կիսամյակի, իսկ ես կխոսեմ առաջ կիսամյակի մասին, որովհետև դեռևս չենք ամփոփել երկրորդը, մեր այս ստորաբաժանումների կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան է հանձնվել 5478 քրեական վարույթ։ Սակայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերը եղել են ընդամենը 8.7%, 476 վարույթ, որը հետագայում դառնում է քրեական գործ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ պատմական ցուցանիշ է մեջբերում։ Հայաստանում վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալներն ավելի շատ են, քան կալանավորվածները։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։
վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել եւ մշտապես կալանավորների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտված անձանց թիվը։ Սա շատ մեծ դրական ցուցանիշ ենք համարում եւ հույս ունենք, որ առաջիկայում պրոցեսների արագացմամբ պայմանավորված այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի հոգուտ դատապարտյալների։ Անդրադառնալով գործերը ողջամիտ ժամկետում քննելուն, Գալյանը նշեց, որ 2019-ից ի վեր դատավորի 80 հաստիք է ավելացվել։ Արդարադատության նախարարի խոսքով Հայաստանի դատական համակարգը մաքրվում է։ Մեզ պետք չեն 7 տարի պարզունակ հարցեր քննող դատավորներ, ասաց Սրփուհի Գալյանը։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։